Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում իմ հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Հայաստան դաշինքից հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Քիչ առաջ տարածվեց արժե փոխանցել 24 News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, էսա չէ ինձ դատի տվել Մարիամ։ ՔՊ կուսակցության վարչության նիստին, Էս են անբարոյականն է, էլի, որ բանի վրա, սրի վրա 20,000-ներ էր, մեզ սովի դաժան է տարիներին, սենց այդ իր հաղպացած լպիրշ վիճակներ ցույց տալիս։ Նիստին պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանը հեռացնեն կուսակցությունից։ Այդ մասին նա օրեր առաջ պատմել է Կոտայքի մարզում տեղի ունեցած կուսակցության ժողովի ժամանակ, որին 100-ից ավելի մարդ է ներկա եղել։ 24 News-ը փոխանցել էր նիստի ներկա անձանցից մեկը, ով նախընտրեց անունը չտալ։ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ԿՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։ Սկզբում բոլորը շոկի մեջ էին, բայց երբ նա պատմեց, թե որն է պատճառը ելույթից հետո, բոլորը սկսեցին ծափահարել։ Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուկմեկերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերություններից ֆինանսական շահ ունի, նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև Փաշինյանի, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար եւ կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքի, մասնավորապես նշել է նիստի ներկա քաղաքացին, տեղեկությունը փոխանցած քաղաքացին համոզմունք է հայտնեց, որ Հայկ Սարգսյանը նաև տեսանյութեր է ուղարկել կուսակցության բոլոր անդամներին, որտեղ իր ասածները հիմնավորել է փաստերով։ 24 News-ը կապ է հաստատել ԱԺ-ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, վերջինս ոչ երկել, ոչ հաստատեց տեղեկությունը, խնդրեց մեզ բացահայտել աղբյուրը, թե ով է նման տեղեկություն տրամադրել, ապա երբ հանրամասներ փոխանցեցինք թեմայի, Սարգսյանն ասաց, որ այս պահին աշխատանքի իրականացնում առաջիկայում վարչության ընտրություններ են եւ չի ուզում ավել բան ասել, բայց խոստացավ ընտրություններից հետո անպայման կպատասխանի մեր բոլոր հարցերին։ Այնուհետև այսպիսի բան տարածվեց, ձեզ կարծում եմ չեք հասցրել ծանոթանալ։ Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ վարչության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինս հայտարարվել է խիստ նկատողություն։ Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին 2 անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացահայտումներ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։ ՔՊ վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք չի հայտնաբերել։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ կանոնադրության համաձայն կուսակցության անդամները պարտավոր են քվեարկել այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք, կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, քաղաքացիական պայմանագիր։ Էս են դեպքն է, որ այնքան իրար արժեք երկուսըտ էլ բանը, ասում եմ մի վիճեք երկուսըտ էլ տես մի հատ անեկդոտ կա, որ ասում աղջիկներ մի վիճեք, ասում են չի ով անբարոյական թե, ասում եմ մի վիճեք երկուսըտ էլ բան եք, այս պարագայում ասենք հաղթել եք, տեսնենք, որտեղ ով էլ հաղթի, իրենցից ով մյուսին որ հաղթի, հայ ժողովուրդն է հաղթելը, որտեղ այս դեպքում իրար բոլորդ իրար արժեք, եթե ինչ-որ ինֆորմացիա ունեք փոխանցելու եւ ընդհանրապես ԿՊ-ի ներսում ինչ է կատարվում, մյուս կողմից էլ գիտեք, նաեւ այսպիսի բան կար, որ եկեք հանգիստ թողենք, որտեղ իրենք այսպես թե այնպես մի օր խժռելու են կիսելու բան չի լինելու։ Ես մի անգամ ասել եմ եթերում, որ Նիկոլ թող այս մարդիկ աշխատեն, ասենք Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, մեր գործարարները, մեր հայտնի դեմքերը թող աշխատեն, որ դու գնաս խլես։ Չէ՞, պետք է մի բան ստեղծես, որ գնաս խլես։ Դու միֆերի մեջ ես, Նիկոլ, որ այդ մարդիկ միլիարդներ ունեն, ինչ, հիմա գնացեք, տեսնում չկա այդ, սուտ է, բլեֆ է։ Այդ ամեն ինչը սուտ էր, քո մտագար ուղեղի բաներ, էլի արդյունքներ, տենց էիր մտածում։ Հետո տեսար, որ չկա։ Հիմա հետևաբար թող, որ այդ միլիոնները քո պատկերացած գնաս խլես, թող այս մարդիկ աշխատեն։ Իսկ եթե դու չթողնես, կալանավորես, այդտեղացնել խլես, մի բան լինի, չէ՞ որ վրան կարողանան ինչ-որ մի բան ստեղծել, որ 90% դու գնաս խլես, վերցնես։ Հիմա եթե չէ, ուրեմն քո պարզա չէ, որ այստեղ փողի կռիվ է 100%, այս տնտեսական ինչ-որ ֆինանսական ինչ-որ
շահեր կա, դրա կռիվն է։ Շահերի բախում է այստեղ տեղի ունենում եւ կիսելու հարց է։ Հիմա երբ որ պահը գայել այնտեղ բան չի մնացել, հիմա ստիպված կոկորտ են բռնում են։ Հայկը նրա Ալենի կոկորտն է բռնում, Ալենը մյուսի կոկորտն է բռնում, մյուսի կոկորտն է բռնում, իրար կոկորտը բռնելով գնում են։ Մենք իհարկե կարող էինք թողնել, որ այդ փուլը գար եւ ավարտվեր, որ դուք իրար կոկորտ բռնելով սենց իրար խեղդեիք, ավարտվեր գնար էս ամեն ինչը, բայց քանի որ այդ դուք հանգիստ նստած չեք, դրա հետ միասին նաև Թուրքիային եք ծախում մեր երկիրը, հանձնում եք Թուրքիա, մեր անհանգստությունը դրանով է պայմանավորված, թե չէ մենք խնդիր չունենք, դուք իրար կոկորտ կբռնեք, խեղդեք, չեք խեղդի, թե ինչ կանեք, խնդրեմ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, երկրորդում եմ ձեզ, այն որ ԿՊ-ում արդեն մեկը մյուսի վրա լայնածավալ կոմպրոմատների պատերազմ է գնում, դա նորություն չէ, անընդհատ պարբերաբար թե մամուլում, թե մեծ տեղեկություններ են հասնում այն մասին, որ կապիտալ կիսելու, ազդեցությունները կիսելու խնդիր կա իրենց մեջ, այդ խնդիրները կրկնում եմ նոր չեն, տեսեք այս մի թևը ինչ-որ մի գործարարի հետ աֆիլացված պաշտպանում է այդ գործարարի կամ այդ կլանի Նիկոլի ասած կլան, ինքը տենց սիրում է, չի ասել օլիգարխները, կլանները, չգիտեմ ինչ է։ Մեծ կլաններ է ստեղծվել, այդ կլանները ունեն շահերի բախում իրար հետ։ Հազար ներողություն, պարոն Դանելյան, քիչ առաջ այստեղ Երվանդ Բոզոյանն էր ասում է, որ այսպիսի բան չի եղել, սա իսկապես աննախադեպ է, Նիկոլ ուշադիր լսի, ասում են Նիկոլի օլիգարխը 10 միլիարդի շրջանառություն ունի։ Դուք հասկանում եք, պարզ է, չէ՞ ինչի հաշվին այդ խաղադրույքների այդ ամեն ինչի, տեսեք, ինչ ու դա քանի կործանված ճակատագիր եւ ինչ թալանի եւ ինչ կործանման մասին է խոսքը, ինչ են անում սրանք։ Շարունակեմ միտքս, տեսեք, այն որ ԿՊ-ն դեռ այս հետ հեղափոխական տարիներին ասում էր, որ գիտեք ինչ կա, չի լինելու այդ քավորսանիկական հարաբերությունները, չեն լինելու ծանոթ բարեկամ հարաբերությունները, բայց սրանք այնպիսի մի համակարգ են ստեղծել, կրկնում եմ, որ տարբեր կլանների, այսպես ասած, ցերտաճում է տեղի ունեցել, եւ այսօր փողի կռիվ է, փողի ազդեցության կռիվ է։ Եվ այդ կռվի մեջ ինչքան որ իրենք բացահայտվեն, ինչքան որ իրար միս ուտեն, ինչքան որ մենք հնարավորություն ունենանք ինֆորմացիա ունենալու այդ ամեն ինչից, այնքան մեր այն փոքր հատվածը որ կա, ես կարծում եմ որ դա փոքր է, մեջ չի, բայց ասում են գիտեք ինչ կա, ինչ ուզում ա լինի սրանք, մաքուր են, արդար են եւ այլը, այս սիրելի ժողովուրդ ջան, այ հայրենակիցներ ջան, այ ձեր ցավը տանում, դուք չեք տեսնում շինարարական տենդերների ժամանակ ով է հաղթում, ասֆալտի տենդերների ժամանակ ով է հաղթում, այս որ առավոտից իրիկու ասում ենք, որ մեր ազգին նստացրել է նարկոտիկների եւ խաղամոլության վրա, բայց օդից ենք ասում այդ ամեն ինչը, օդից ենք ասում, որ ամեն մի բակում նարկոտիկի զակլատկա է, օդից ենք ասում, որ ուրեմն կրթական համակարգերում նարկոտիկ է ֆռում, օդից ենք ասում, որ խաղամոլություն է եւ ուրեմն իրավապահ համակարգում եւ չգիտեմ բանակում ազգին նստացրել են դրա վրա։ Ինչի համար են նստացրել դրա վրա, որովհետեւ ամեն մեկը մեկի հետ աֆիլացում ունի։ Ամեն մեկը մեկի հետ փայա կռիվ ունի, փայի կռիվ է, փողի կռիվ է։ Այն որ մեր խորհրդանիշներն են վաճառքի հանել, աճուրդի են հանել, այն որ մեր ազգային արժեքներն են աճուրդի հանել, այն որ մեր ինքնությունն են աճուրդի հանել, այն որ արդեն հասել են Արաց լեռան եւ այսօր ինքնագո սրիկաններ խոսում են նրա մասին, որ գիտեք ինչ կա, մեզ խանգարում է Արաց լեռը, մի հատ էլ քիչ ամնում ասեն, որ պատ պտի կառուցենք, մի հատ քիչ ամնում ասեն, գիտեք ինչ կա, պտի այս կամ այն պաշտոնյաների անունը փոխենք, Արադ Միրզոյանից մինչև չգիտեմ քաղաքներ, բիզնեսներ, կոնյակ եւ այլն, ֆուտբոլային ակումբ եւ այլը, այդ հենց հարցին մի կողմն է, որ կա արտաքին առևտուր եւ կա ներքին առևտուր ճակերտավոր, որ այդ մարդիկ այդ
առևտրի մեջ իրենց զգում են որպես ձուկը ջրում եւ ես չեմ հոգնելու ասելու որ այն մարդիկ որոնք ասում էին խոսում էին նրա մասին որ հանրային տրանսպորտով պետք է երթևեկեն խոսում էին նրա մասին որ մենք ապառիկով ենք փոշեկուլներ եւ հերոստացույցարում եւ իմիջալոց նաեւ հարկային ծառայությունները իրենց հաշիվների վրա կալանք էին դրել հեղափոխական տղերքի հաշիվների վրա մի մոռացեք սիրելի հայրենակիցներ չմուծելու համար իրենց հարկային պարտավորվածությունները չկատարելու համար իրենց բանկային պարտավորվածությունները չկատարելու համար իրենց հաշիվների վրա կալանք էր դրված եւ այս հեղափոխական տղերքը որոշել են որ արդեն պետք է Հայաստանը փայ անեն կտոր անեն այն ինչ որ ծախելու է Թուրքին ու Ադրբեջանցուն իրանց հերթին ծախեն այն ինչ որ արդեն ներսում են արդեն մանր մունր միջին փոքր ու մեծ կալիբրի այսպես ասած իշխանավորներ կան Էդ էլ առանձին իրար հերթի իրար միս են ուտում ազդեցության ոլորտների բաժանման համար եւ խոսում են դե առաջիկայում էլ նաեւ ԿՊ վարչության ընտրություններն է այսպես ասած ժամանակ առ ժամանակ նաեւ մենք առաջիկայում ականատեսը կլինենք ավելի գզվրտոցի եւ իրար ուտելու էս փուլը ավելի մեծ մասշտաբներ բանկանի կկրի ուզում եմ նաև հիշեցնել ձեզ նախկին վարչության ընտրությունները կեղծված ԿՊ-ի ընտրությունները որոնք այդ վարչության ընտրությունները իրենք կեղծել էին հիմի խոսում են արդարությունից դուք իսկի ձեր ներսում ազնվություն եւ արդարություն չունեք այդ մեխանիզմները իսկի ձեր ներսում չի գործում այսինքն պարզ եւ ակնհայտ է որ այս խմորը հենց շատ ջրեր է քաշելու եւ մեր սիրելի հայրենակիցները փողեր են կիսում են միլիարդների հարցեր ա սիրելի հայրենակիցները տեսնեն թե ինչի մասին է խոսքը այն որ ամեն օր նամակներ է գրում սիրելի հայրենակիցներ որ մեր երեխաները ուրեմն այդ խաղամոլության զոհ են դառնում որ գնում են ինքնասպան են լինում որ գնում է տունն ու տեղն է վաճառում որ գնում է տնից ոսկի ու չգիտեմ ինչա բանանում որովհետեւ խաղամոլության զոհը այդ խաղամոլությունը խրախուսվում է սիրելի հայրենակիցներ խրախուսվում է եւ խաղամոլությունը եւ կրկնում եմ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը այս ամեն ինչը սա ազգային անվտանգության խնդիր է եթե առանձին վերաբերվեր իրենց մուր իրենց գլուխ բայց սա մեզ վերաբերելի խնդիր է մեր ցանկացած քաղաքացուն վերաբերելի խնդիր է այս ամեն ինչը եւ սրանք սրիկայաբար տանում են մեզ մի տեղ որտեղ որ մեր ազգը դեգրադացված արդեն որ մոռանա այդ թմրանյութ օգտագործողը ինչ պետք է խոսա ազգային արժեքների մասին Արարատի մասին խի պետք է մտածի խի պետք է իր համար ցավելնի Արցախը խի պետք է իր համար ցավելնի Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան խի պետք է իր համար ցավելնի որ կտոր հայրենիքից հող են հանձնում խի պետք է իր համար ցավելնի որ ասում են Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական հողեր խի պետք է իր համար ցավելնի որ ասում են սահմանադրությունը անկախության հռչակագիր ենք փոխում ինչի համար իր համար պետք է ցավելնի որ Ադրբեջանին ուրեմն միջանցք են տրամադրում ու սենց զիջումներով տալով հանձնելով ներսում էլ ստեղծում են մի մթնոլորտ որ հայը հային ատի առանց արժեքային համակարգի ամորֆ մի հատ զանգված լինի որ ընդամենը մտածի կալպասի երշիկի ես չգիտեմ ինչի մասին ոչ ազգային արժեքներ չկա եւ սա սրիկայության ստորության գագաթնակետն է Մենք սրա մասին խոսել ենք բազմիցս սիրելի հայրենակիցներ ասել են որ հասնելու են ազգային խորհրդանիշներին ասել ենք որ Արցախը հանձնողը Արցախը վաճառողը հայրենիքի տարածքների կտոր տվողը չի կարող մտածի որ ասենք չգիտեմ իր արժեքային համակարգը պահի ինչա ձեզ թվում որ հիմի կնիկը հանել են հաջորդը չի լինելու զինանշանից Արարատբեռի հանելը հաջորդը չի լինելու խորհրդանիշների վերածումը ասիկն այդ խորհրդանիշները առհասարակ մոռանալը արդեն դրա մասին իրենք թեմաներ են բացում եւ սա կրկնում եմ թուրք-ադրբեջանական ծրագրի մասա կազմում թուրք-ադրբեջանական ծրագրի մասա անում եւ լռելը եւ այս ամեն ինչի հաշտ լինելը դա ջուր լցնել է այս մարդկանց ջրաղացին ասում է այդքան վտանգավոր չեն գողերը հանցագործները ինչքան որ անտարբերությունը որովհետեւ այդ անտարբերության արդյունքում է որ հասել ենք Տիկին Թովմասյան էս կետին, այս անդառնալիության կետին մեզ բերել հացել են այս ապիկար սրիկանները, որ միջև հլադեր, քանդում ու ավերում են, ամեն օր, այդ
ավիրակների վրա փորձում են ստեղծել իրենց սեփական երջանկությունը։ Ազգի ավիրակների վրա, մեր զոհերի հաշվին, մեր սուրբ նահատակների հաշվին կառուցեն իրենց երջանկությունը, ոչ թե ձեր երջանկությունը, որովհետև մեր երջանկությունը մեզնից վաղուց խլել եւ հիմա շարունակում են խլել։ Եվ սրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու։ Սեփական փայի, սեփական կերակրատաշտին մոտ լինելու անհագուրդ պայքարը։ Կռիվը, այդ կռիվը մեր սահմաններում չի, այդ կռիվը փայի կռիվը, այդ կռիվը հայրենիքի համար չի, այդ կռիվը խորհրդանիշների համար չի, ազգային արժեքների համար չի, որ սեպտեմբերի 13-ի սրիկայի նման գնացիք ու ֆեստիվալ արեցիք, մեր սուրբ նահատակների հիշատակի խոնարհումի օրը դուք սարքեցիք մի, չգիտեմ, Սոդոմ ու Գոմոր։ Ասում եք ուրախանալ չեք, ով չի ուզում ուրախանալ, ով չի ուզում, որ նորմալ մարդը չի ուզում, որ մեր ազգը ուրախ լինի։ Բայց այդ խորհրդանշական օրը, երբ որ այդ օրը պետք է եռաբլուրում ծնկի գայիք, դուք սարքեցիք, կրկնում եմ, խրախճանքների, տոնակատարությունների օր, եւ խոսում եք, ասում եք խաղաղություն, սրիկաներ ով չի ուզում խաղաղություն, մենակ վերջին տականքը չի ուզում խաղաղություն, մենակ հոգեշեղվածը չի ուզում խաղաղություն, մենք խաղաղություն ենք ուզում, այնինչ դուք բերել եք պատերազմ, ավեր, տառապանք, լաց, եռաբլուրի կրկնապատկելու եռապատկել եք, պատերազմներ ու արհավիրքներ բերելով մեր ժողովրդին։ Այմի խոսում եք, ով չի, մենք ընկերներ կորցրած, ամենաթանկը տված մարդիկ ոնց կարանք այդ խաղաղությունը չուզենք։ Եվ որ Բաքվի բանտերում այսօր մեր հայրենիները տառապանքի մեջ են։ Դուք էլ ասում եք, ով է հիշում։ Դուք էլ ասում եք, գիտեք ինչ կա, քեֆ են ուզում։ Ասում ամենալավ պայմաններն ա ստեղծվել։ Ես այդ թրքահպատակներին եւ թրքահաճոններին մի բան ունեմ ասելու։ Հեռացեք այս երկրից, գնացեք ամեն մեկը ձեր տերերի մոտ, գնացեք ձեր սիրելի Ադրբեջան ու Թուրքիա։ Էքզիստենցիալ խնդիր ունեցող ժողովուրդը, որ ամեն վարքյան ցեղասպանական վտանգը մեր գլխին կախված է։ Երբ որ ձեր սիրելի Էրդողանը, որի գիրքը գրկած եւ սենց հիացական նկարվում էիք, ասում էր հայերը դա թուրքական սրի մնացորդներն են։ Երբ որ գնում եք քլեչի ես մեկի հետ հանդիպում Թալյաթի կամրջի վրա, դուք խաղաղություն եք, երբ որ գնում եք ռուսական ռազմաբազայի նման այդ բանը այդ ինչա եվրոպամետները, բայց իրականում դրանք որ թուրքերը ինչ լավ են, եվրոթուրքերը գնում եք այնտեղ կապիկություններ եք անում, տեսնում եք Գազայում ինչա կատարվում։ Ինչ լավ բառ ասեցիք եվրոթուրքեր, հեսա ձեզ մի օրինակ տեսեք ինչ է ասում սա։ Թուրքիայի ճանապարհը բացվելու է։ Որ 4-5 տարի հետո Ես խելագարել ես թուրքին։ Սիթի խանութների պակաս չի լինել։ Չկասկածեք, բացարձակ չկասկածեք։ Այ հիվան։ Այդ սիթիները գնալու են այնտեղ են հասնելու։ Ես վստահ եմ, որ ասենք մեր ակնամուշները Ադրբեջանում արդեն բացել են արցախցիները, հիմա գնում են հայաստանցիները գնալու են Թուրքիա բացել։ Տեսեք, Միացյալ Նահանգներից գալիս են այստեղ։ Վայ մամա, վայ ես անջատի լավ ես ինչ այլ, այսինքն բանը արցախցիները տավարիցավ, արդեն Բաքվում գնացել բացել են, Բաքվում քանի բանկասիթի կա, ուղեղը ցիտից են կողմ չի գնում, հայկական խանութները գործում է, հիմա Հայաստանի հայերը պետք է գնան Թուրքիա։ Այս բժշկությունից որ խոսում են Տիկին Թովմասյան, ինձ տասնյակ հարյուրավոր ինձ մարդիկ նամակներ են գրում, որ իրենց հաշմանդամության կարգը միտումնավոր իջեցնում են, որ մարդկանց գումարները չտան։ Պատերազմի մասնակցած հերոս հայրենիների հաշմանդամության կարգը իջեցնող, այդ մարդկանց փողերը չտվող, միջև հիմա հազարավոր մեր հայրենակիցներ հաշմանդամ դարձած, ձեռը կորցրած, ոտքը կորցած, այդ բայրակթարը ձեր սիրելի թուրքերի բայրակթարները մեր ջահելների, մեր երիտասարդ մատաղ սերնդի, որ տարել եք հողի մեջ եք դրել, այդ մարդիկ կեսը ուրեմն եռաբլուրում են
Մարդկաց մի մասն էլ այսօր հաշմանդամության Դանելյան, բոլորովին ուրիշ բանի մասին է խոսքը, այս մարդը մոլորեցնում է հայ ժողովրդին։ Ասում թուրքերին բուժ ենք ասում, թուրքերին գնանք բուժ ենք։ Ու մոլորեցնում է հայ ժողովրդին տանելով թուրքի գիրք են ցեղասպանի, որ 2 տարի առաջ, 3 տարի առաջ մասնատել, փրթել, սպանել, դաժանաբար գրավել են, մտել են մեր տարածքը, վերցրել են Արցախից ցեղասպանություն։ Ինքը այս այլանդակությանը պետք է դատի տալ։ Էրդողանը Բաքվում ինչ ասեց։ Ասես թայլատի փառավորվեց։ Այո, եւ տանում է հայ ժողովրդին, ես սա ամեն օր այսպես բանը հաչում է հանրային հեռուստաընկերությամբ ու հայ ժողովրդին տանում է մեր դաշնակցի դեմ վայրահաչում է ու տանում է ես մա վատ եմ գիտեք չէ այսօր ես չէի լսել այս բանը ու տանում է թուրքի բան գիրկը սա մասին պետք է խոսեք պարոն Դանելյան դե պետք է շրջանցվի շարունակում են ուսումնասիրվի սա ում գործակալն է սա ինչ է անում շարունակում են թայլակի հոգին փառավորելու գործընթացը Այս մարդիկ շարունակում են այդ գործընթացը։ Գործը անում, սա ծրագիր է իրականացնում։ Իհարկե ծրագիր է, ինչի մասին է խոսքը, ինչի մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ոչ թուրքն է փոխվել, ոչ ադրբեջանցին է փոխվել։ Մեր ժողովուրդը գործը թուրքի գործակալներին պետք է ճանաչի։ Եթե քիչ թե շատ մարդը տարա ճանաչա, կարա մտնի իրենց կայքերը, թուրքական ադրբեջանական կայքերը։ Եվ տեսնի թե ինչ է կատարվում Եվ ինչ են խոսում իրենց պաշտոնյաները, ինչա ուրեմն կրթական իրենց հաստատություններում դասավանդվում, հայատյացություն, ասում են ամենա լավ հայը դա մեռած հայն է, երբ որ մի հատ տեղ են սարքել ընտեղ մեր հայերի մանիկեններով եւ ազգին տանում են ընտեղ խրախճանք կազմակերպելու։ Դու այդ ազգի հետ գնում ես խաղաղության քո արևին։ Իսկ ստեղ մեր դասագրքերից մաշտոց են հանում Ղարաբաղյան փառավոր պատերազմն են խմբագրում, մեր հերոսներին արժեզրկելու գործընթաց է գնում, հայոց լեզու գրականության առարկան են արդեն կրճատել, կիսել, եկեղեցու պատմություն չկա այլևս։ Նժդեին էլ ասում են ֆաշիստ։ Կրթության ոլորտը ղեկավարող անձը, որ մեր հերոսներին Նժդեի ֆաշիստ են ասում, ասում են Նժդեի ֆաշիստ է, կարող է հետմահու քրեական գործ էլ հարուցեն Նժդեի վրա։ Դե այս մարդիկ, ինչ վախենալու նկարները, այս վախենալու մարդիկ ինչ-որ Սամվելյանին են դատի տալի, մի հատ տեսեք հլես վախենալու նկարները, ձեզ էլ ինչ-որ վիրավորում են, ինչ-որ ես բանդայի, տիրուհինա, թագուհինա, ստրկուհինա, ինչն ես աղջի ջան դունդեղ Եմ որ սենց բանդատ առած կեզ ճղղրտում է իրեն հանցագործ բանդատ, որ հարցակվել էր թաղապետարանում, չէ, գնացել էր դու այդ բանդան էր իրանց խուժանապետուհի, այ խուժանապետուհի, հիմա էլ հարցակվել են հիվանդ մարդու վրա, Ստեփան Սամվելյանի վրա, մի հատ Ստեփան Սամվելյանի նկարը, մի հատ Զարի Փոստանջյանի առավոտյան ուրեմն 3 դատավարություն ընթանում է, որ պիտի խափանման միջոցը փոխեն, որտեղ այս մարդը իսկապես շատ ծանր վիճակում է, դուք էլ եք այդտեղ եղել եք, թե չէ։ Եվ մի հատ էլ այդ բանի ներկայացուցիչները գնում նստում են ու այնտեղից հիվանդ մարդու վրա հարցակվում են, որտեղ ձեզ ուրիշ բան, ձեզ պետք է քարշ տան։ Թուրքական գործակալ լինելու, որ թուրքական քարոզչություն տալը, ձեզ պետք է քարշ տան ու քո բանդային։ Ուրեմն մեր հայրենակիցները, որ լավ պատկերացնեն։ Ես հարգելի հայրենակիցներ, եկել եմ դատապարտյալների հիվանդանոց քրեակապահովական հիմնարկ Քանի որ գիշերը ահազանգ է ստացել, բարի մարդիկ ինձ տեղեկացրեցին, որ պարոն Սամվելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են սկզբից Էրեբունի հիվանդանոց, բարև ձեզ, եւ դրանից հետո նոր տեղափոխել են, քանի որ այնտեղ հնարավորություն չեն ունեցել հոսպիտալացնելու, տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, որտեղ կատարել են որոշակի բժշկական միջամտություն, ես չգիտեմ ինչ միջամտություն է տեղի ունեցել, բայց համենայնդեպս դրանից հետո մի քանի ժամ պահել են այնտեղ եւ ելի նորից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։ Նոր ես իրեն հանդիպեցի, պարզվեց, որ երեք շատ վատ վիճակում է գտնվել, գլխապտույտ գրեթե ուշագնացություն,
որից հետո չափել են ճնշումը։ Այսպիսի ծանր սարսափելի վիճակ, ես մարդուն ամբողջ գիշեր տանջել են, հետո նորից տարել են քրեակատարողական հիմնարկի հիվանդանոց, այսպիսի դաժան վիճակ, խնդրեմ։ Ես ուզում եմ հիշեցնել մեր հայրենակիցներին, թե ինչ անմարտկային ձևով մարդուն որը որ խոշտանգում են, ուղղակի խոշտանգում են։ Գանք սկզբից, Արամ Զավեր Սարգսյանի հետ կովերի Ես ուզում եմ սկզբից խոսենք, Տիկին Թովմասյան, ինչա տեղի ունեցել։ Մարդը ծանր հիվանդությունով հիվանդանոցում պարկած աղել։ Հիվանդանոցից այս մարդուն հանել են։ Այո։ Այդ քրեական գործը կարել են վրային, հետո տարել են այդ մարդուն քրեակատարողական հիմնարկ, այդ մարդու վիճակը էլ ավելի է ծանրացել, մարդուն տարել են, ուրեմն ստենդ են դրել, որովհետև ինֆարկտ, իսուլտ, ինչ ասես եղել է այնտեղ իր հետ կապված։ Ստենդավորվել է մարդը, հետո արդեն երիկամային անբավարարության խնդիր առաջացել, ուրեմն ճնշումն է բարձրացել, արդեն քանի որ ես նիստերին մասնակցել եմ, նիստից նիստ այս մարդու առողջական վիճակը վատթարացել է։ Դրա համար կան բժշկական փաստաթղթեր։ Դա ոչ Գառնիկ Դանելյանն է ասում, ոչ Զարուհի Փոստանջյանն է ասում, դրա մասին խոսում են այդ թղթերը, որտեղ որ կան սևը սպիտակի վրա գրված բժշկական եզրակացության արդյունքները, որ մարդը օր-օրի առողջական վիճակը այդ մարդու վատթարանում է։ Երիկամային անբավարարվածությունը արդեն հասել է 4-րդ աշճանի, 4-րդ աշճանից հետո, եթե չեմ սխալվում, արդեն տերմինալ փուլն է եկել, այսինքն այդ մարդը անհապաղ պիտի դիալեզի ենթարկվի, այսինքն դիալիզ պիտի անեն, որովհետև այդ մարդը այլևս այդ պայմաններում հնարավոր չի որ ապրի։ Այդ մարդուն բառից բուն իմաստով քրեակատարողական հիմնարկում սպանում են։ Միջնորդություն է ներկայացրել, երկու անգամ միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը փոխելու, բայց նոր այս վերջի նիստի ժամանակ դատավորն ասում է, մի հատ հելա բան արեք, ասում է, մի հատ փորձաքննություն անցկացրեք, կտենանք ինչ է։ Այսինքն մարդը շարունակում է պահվել անմարտկային պայմաններում, մարդը չի կարողանում իր բնական կարիքները անգամ հոգալ, մարդը վատանում է քրեակատարողական հիմնարկում եւ կիսաուշագնաց վիճակում տեղափոխում են հիվանդանոց, այնտեղ ընդամենը մի քանի ժամ տենց սրսկում են, եսի ինչ են անում, նորից էլ տանում քրեակատարողական հիմնարկ։ Արա դուք սադիստ եք, ով եք, էլի, ես ուզում եմ ձեր Զավենչի թիմն է գնում այնտեղ նստում է, այտենց մի ու այն մարդկանց, որոնք որ ասում են, բա գիտեք ինչ կա, մարդու կյանքը ամենաթանկն է։ Այդ մարդու ձեր գլուխ, քրեական գործը շարունակեք թող գնա։ Այդ մարդու ամենակարևորը մարդը Ինչ կենցանի շարունակ է, որ տարել են տունը, Չէ։ մի հատ խաղալիքի նռնակ են դրել, ասում են Իրանն է, այդ շարունակ են։ Չէ, Տիկին Թովմասյան, ես դրա մասին չեմ ասում, իմ ասածը լրիվ այլ է։ Մենք ասում ենք, որ առաջնահերթ պետքա այդ մարդու առողջական վիճակը բարելավելու համար այն պայմանները, որ կան, իրեն համար բան չեն, կյանքի համար անհամատեղելի են։ Այդ ենք ասում։ Լրիվ մարդկային, տրամաբանական, բարոյական բան ենք ասում, որ ընդհանրապես էլի կապ չունի, ում բարեկամն է, ում ծանոթն է, ում ծանոթը չի, ընդհանրապես ապրումակցման մարդկային արժեքներ կան, որ վեր են ամեն ինչից, որից զուրկ են այս մարդիկ, ասում են չէ տարեք այդ մարդուն ընդեղ բան արեք, ասում է, գլուխի կերեք, սպանեք այդ մարդուն, սպանեք, ու սրանք խոսում են եվրոպական արժեքներից, դուք հասկանում եք եվրոպական արժեքներից ովքեր են խոսում են մարդիկ, որոնք այդ արժեքներից կիլոմետրով հեռու են, որոնք մարդ են ծեծում օրը ցերեկով, ակտիվիստի բլոգերի օրը ցերեկով տասնյակ բորենիներով հարձակվում են մարդու վրա եւ ծեծ ու ջարդ են անում, օրը ցերեկով, լրագրողների ներկայությամբ, ուրեմն մարդու ծեծ ու ջարդ են անում, եւ եթե չլներ ես հասարակական չգիտեմ, արձագանք, հասարակության արձագանքը, մեր այս հարցերի բարձրացումը, միջև հիմա այդ ինձ պաշտոնավարելու էր։ Էսա իրական ժողովրդավարության դեմքը, էսա իրական դատարանի պատկերը, երբ որ մենք նախադեպ ունենք, թե ոնց է քրեակատարողական հիմնարկներում արդեն տարին չլրացած 17 մահվան դեպք է տեղի ունեցել, երբ որ դատարանում
Արմենին ուրեմն սպանեցին, դատական նիստի ժամանակ մարդու սպանեցին։ Մենք այդ նախադեպեր ունենք։ Ժող Բաստիոնում մարդկանց ուղակի սպանում են։ Ժող Բաստիոնում 30-ից ավել ուրեմն քաղաքական բանտարկյալներ կան։ Վերջում Միքայել Սրբազանի դատը շատ ճիշտ, ուրեմն Միքայել Սրբազանը շատ ճիշտ խոսեց, շատ թիրախային, ասեց, որ բա այդ 5 տարիա որտեղ էիք։ 5 տարիա ուր էիք։ Որ դատախազությունից գրությունը գնում է, ասում է հանցակազմի բացակայություն չկա, բայց SMS-ից հետո բանա դառնում, չէ՞, որովհետև այս երկրում ամենան մեկն է, չէ՞, ասում է երկիրը, պետությունը դա ես եմ։ Ոչ իրավապահ համակարգ կա, ոչ դատարաններ կան, ոչ մի հասարակական այդ բաներ էլ կան, չէ՞, իրավապաշտպան կազմակերպություններ էլ կան, որ մեկի մազը ծրվում էր բաներանում, իրար ճղում էին։ Ցիկլը մեկի խանգարվեց, մեկի եսիմ ինչ արավ, այն ժամանակ իրանց կտրտում էին։ Խաղաղագործության մասին, հա, գիտե որ լուրջ խնդիրներ կան։ Եվ մթերում, եւ խաղաղագործություն, խնդրեմ։ Ուրեմն գիտեք, որ մեր երկրում ուրեմն ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող մեր գործարարները ինչ խնդրի առաջ են կանգնել, չեն կարողանում իրենց բերքը, բարիքը, իրենց արտադրանքը ուրեմն Վրաստանի տարածքով կարողանան նորմալ տեղափոխեն եւ հիմա էլ այն շրջանն է, որ ուրեմն մեր հայրենակիցները ակտիվ մթերման աշխատանքներ են փորձում կատարել եւ սրանք խոսում են անդադ դրա մասին, որ մենք գյուղացու կողքը կանգնած ենք, մենք աջակցում ենք գյուղացիներին, բայց այդ աջակցությունը այդ գյուղացին չի զգում։ Կարկուտա գալիս այդ աջակցությունը չկա, երաշտա ջուր չկա, այդ աջակցությունը չկա։ Ոչ այդ մարդիկ մոռացված մարդիկ են։ Գյուղերում ապրող մեր հայրենակիցները բառից բուն իմաստով մոռացության են մատնված։ Եվ խոսում են նրա մասին, հիմա էլ իբր, սենց ասած, ադալժենի են անում այդ մարդկանց, իբր կոպեկներ, ինչ որ սուբսիդիաների մասին է խոսքը, ես ուզում եմ մեր հարևան երկրի, ուրեմն, սուբսիդիաների մասին խոսել, որ այդ համեմատականը տանեն, էլի վերջո, Վրաստանում ինչ վիճակ է, Հայաստանում ինչ վիճակ է։ Ուրեմն Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս տարի կառավարությունը կսուբսիդավորի խաղողի բերքահավաքը։ Սպուտնիկ Գրուզիան մեջբերում է գյուղատնտեսության նախարարության տվյալները, համաձայն որի ուրեմն կոնկրետ խաղողի տեսակի համար ուրեմն Ալեքսանդրուլի խաղողի տեսակի համար սիրելի հայրենակիցներ տրվում է ուրեմն 568 դրամ։ Մյուս խաղողի տեսակի համար 1136 դրամ, ասենք 8 լարին համարժեք դրամով եմ ես բանանում։ 1 կիլոգրամի համար եթե 3 տոննայից ավել ուրեմն մթերում կազմակերպի։ Կախեթի շրջանում հավաքված սապերավի խաղողը կընդունվի 1.5 լարիով 213 դրամ, Ռեկացեթելի գինու խաղողը 1.2 լարիով 170 դրամ, ինչպես նաև անվորակ եւ վնասված խաղողը սիրելի հայրենակիցներ կտրվի 142 դրամով, անվորակ խաղողը, սա էս այն գինն է, որ մեր լավագույն խաղողը մթերումը միջև ամենալավագույն թիվը, սա ուրեմն մեր մթերումն է։ Իսկ գանք մեր մոտ 5000 տոննայից ավել խաղող մթերողների համար հատկացվում է լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում, 1 կիլոգրամ խաղողի համար, իսկ 10000 տոննայից ավելի համար 50 դրամ։ Դուք պատկերացրեք Վրաստանի եւ Հայաստանի մթերման եւ վերաբերմունքը, ոչ միայն մթերման աշխատանքների, նաեւ վերաբերմունքի, գյուղացիներին վերաբերմունքի հարցը։ Քանի որ ստեղի էկոնոմիկայի նախարարություն կոչվածը զբաղված է քաղաքական գնահատականներ տալով, եկեղեցու դեմ արշավով, տարբեր ստահոդ լուրեր տարածելով, գյուղատնտեսության նախարարությունը չկա, վաղուց սրանք արդեն քանդել են գյուղատնտեսության նախարարությունը, որովհետև իրենց նպատակը Թուրքիայից գյուղմթերքը բերելն է,
քանդել, ավիրել գյուղատնտեսությունը, տեղը թուրքական լոլիկ, թուրքական խաղող, թուրքական ես չգիտեմ ինչ, այն բերել է եւ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունը քանդելն է, որ Արարատյան դաշտում գյուղատնտեսությամբ զբաղվող չլինի։ Կասեն դե ինչ ա եղել ժողովուրդ ջան, մեզ պետք է մենք գյուղատնտեսությամբ զբաղվենք, այնա Թուրքիան զբաղվում է էժան լոլիկ կա էլի, բերենք ուտենք այդ լոլիկը, թե գյուղացիները ինչով պիտի զբաղվեն, այդ հազարավոր տասնյակ հազարավոր մեր ֆերմերների ճակատագիրը ինչ կկլինի իրենց հետաքրքիր չի։ Սա հենց ես ինչի համար եմ սա ասում, այս ամեն ինչը ուղղված է մեր գյուղատնտեսությունը քանդելու եւ ինչ էլ որ ասում ենք սրանից առաջ, ինչ խնդիրներ են որ ասում ենք, որ ցավոք սրտի կատարվել է, իրականացել է, սա էլ այդ ծրագրի շարունակությունն է, սիրելի հայրենակիցներ ջան։ Այո, եւ բանակի հարցը, մարդը ասում է մեր անվտանգության, չգիտեմ, որերորդ տեղում է բանակը։ Էդ էլ տեսեք, կամ էլ մյուս անամոթը ասում է 30 տարում այնքան զոհեր բան։ Թշնամիներով 4 պատերազմ բերած ուժը։ Թշնամիներով շրջապատված Հայաստանի Հանրապետությունը բոլոր հարևան երկրները, զորավարժություններ, զենք, բանակ, բյուջեից տրվող, բանակին տրվող գումարը կրկնապատկում, եռապատկում։ Նույն Ադրբեջանը, նույնը հերու չեն գնում, նույն Ադրբեջանը ինչ է անում։ Իր ռազմական բյուջեն ավելացնում է։ Ադրբեջանը իր ռազմական բյուջեն ավելացնում է, սիրելի հայրենակիցներ։ Ուշադիր եղեք։ Այս կառավարության ներկայացուցիչներն ու կառավարության այս պարագլուխը որ կա, ասում է Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն, ասում է իմաստ չունի, ասում է որ բան, պիտի կրճատենք, ասում է ռազմական բյուջեն։ Հասկանում եք, որ հարց էլ տալիս ես ասում ես, Ադրբեջանը իր բյուջեն ավելացնում է, ասում է, չէ, դա մեր դեմ չի, ասում է։ Դա մեր դեմ չի։ Այսինքն, բանը Ադրբեջանը իր ռազմական բյուջեն ավելացնում է Լյուքսեմբուրգի վրա հարձակվելու համար։ Խեղկատակների մի բան էլի, պլեյադա էլի, մի խումբ, ամբարտավարների, խեղկատակների, կոլոբորցիոնալիստների մի խմբակ, որ ասում եմ մեզ բանակ պետք չի, այն որ ասում եք սրանք գնալու են ապառազմականացման ճանապարհով, որ էլի Ադրբեջանի պահանջը, բանակը կրճատելու, զինվորական ուժը, զինուժը կրճատելու, սպառազինությունները կրճատելու, ստեղ մի քանի հազար տենց սահմանապահ ուժ պահեն, ժողովրդին խափեն ասեն, բա տեսեք ասում, համի ինչ խոսում ասում, հələ գնացեք ասում, Կիրանցի պատը տեսեք ասում։ Գետինը մտնեք դուք, երկրի տարածքները տալով գնում եք, ասում գնացեք պատը տեսեք։ Ոչ այդ 20 մետրանոց պատն է պահելու ձեզ, ոչ էլ այդ փշալարը։ Եթե մեր ժողովրդին ուզում եք մոլորության մեջ գցեք, որ ուրեմն կահավորված դիրքերը տալիս են, բուֆերային զոնան տալիս են, այդ մինապատած տարածքները տալիս են, քարտեզներով հրամցնում են այդ քարտեզների մի հատ բաներն էլ են, կոորդինատներն են տալիս։ Բերում են ադրբեջանցիների ստրատեգիական նշանակություն ունեցող բարձունքների վրա նստեցնում, ջրային ակունքների վրա նստեցնում, կարևոր ուրեմն մայրուղիների վերահսկողությունը դնում իրանց ձեռի տակ, այսօր Հայաստան-Վրաստան ճանապարհի եզին թուրքերն են կանգնած ադրբեջանցիներ, հետ ճանապարհի եզին։ Ու մի հատ էլ ինչ որ բան է, թիթեղներ կա, բան կա, մի քանի մետր էլ այնտեղ թիթեղ է, մի 20 մետր պատն է, մի 20 մետր էլ թիթեղ ինչ որ բաներ է, թիթեղյա բաներ է, էլի։ Մեկ էլ այնտեղ էս փշալար է, ասում այդ դες պահելու է ժողովուրդ ջան, ասում։ Սրանից առաջ դե ավելի բաներ, չէ, ինքը բարելավեց, ասում, բարելավեց մեր, կներեք մի բան ասեմ, ինքը տարին տարվա վրա բարելավում է մեր ռազմական պոտենցիալը։ Եթե մեկ տարի առաջ ասում ես ծառ կտնգենք եւ ծառով կապահովենք մեր անվտանգությունը, հիմա այս մարդը տիտանական ջանքեր են գործադրել ԿՊԱ-ականները եւ փշալար են քաշել։ Ասում փշալարով դուք փշալարով 20 մետրանոց պատով ընդամենը այդ հատվածում շատ մարդկա չգիտի է։ Ես ապշել եմ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն որ անգամ այդ պատը 20 մետրանոց պատ է, ժողովուրդ ջան։ Որ այդ մարդկանցից այն հողերը խլել են, Կիրանցի ժողովրդից հողերը խլել են տվել ադրբեջանցիներին։ Այն տարածքներն էլ որ մնացել է մեր հատվածում չեն կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել, չեն կարողանում։ Այն օրը գնացի Կիրանց տեսնեմ մեր հայրենակիցներից մեկը հերադիտակը վերցրած նայում է։ Ասում եմ ինչ ես անում, ասում է հերադիտակով նայում եմ, ասում է կովը ասում է սահմանը չանցնի, ասում է քանի անգամ ասում է
այդ փշալարերի մեջ հանգել, ասում բանալ։ Տարած չկա որ մարդիկ գյուղատնտեսությամբ զբաղվեն, որովհետև նվիրել եք, տեղը մի սանտիմետր հող չեք ստացել։ Խափեփաններ, սրիկաներ, խափեցիք ժողովրդինացիք, բայց գիտեք ինչ կա, այս ատեղից տալիս ենք ուրիշ տեղից ստանանք։ Բայց ձեզ սիրելին գնաց Վաշինգտոնում ասեց, ստեղ ադրբեջանական հողեր կան։ Այն որ օկուպացված է, հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր տարած ծպտուն չկա դրա մասին։ Ծպտուն չկա որ ջերմուկի գլխին նստածեն։ Ծպտուն չկա որ Սյունիքում, Գեղարքունիքում Տշնամին օկուպացրել է տարածքներ, ասում չի ասում, այստեղ ադրբեջանական տարածքներ կա։ Արի մի հատ սուրճ խմենք, էլի ասում, արի մի հատ սուրճ եմ դրա, արի մի հատ խոսանք տենանք ստեղ ինչ ադրբեջանական տարածքներ կա։ Էլ ինչ կա տալու։ Ասում սա բան է, սա իրական Հայաստանն է։ Սա իրական Հայաստանն է, սիրելի հայրենակիցներ։ Շնորհակալություն։